Ողջույն։ Երեք մեծ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հանձնարարություն տվեց Զավենիչին, ասելա թե Արամ Սարգսյանին, դիմում մի բողոք դիմում գրել ԿՀ, որպեսզի արգելվի Սամվել Կարապետյանի մասնակցությունը ընտրություններին։ Ինչի մասին էր այս process-ը։ Էնրա մասին, ինչի մասին երկար ժամանակ խոսում ենք։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություններ ա տալի ուղիղ եթերից, Facebook-յան էջերից, իր SMS-ներով եւ միջամտում ընտրություններին։ Իհարկե, Արամ Սարգսյանը գնաց դիմումը ներկայացնելու, որովհետեւ ձախ տեխնացու լինելը ոնց որ թե զբաղված է այդ տեղը, բայց աջ տեխնացուի տեղը ոնց որ թե ազատ էր եւ այդ տեղը պիտի զբաղեցվեր։ Ինչի մասին է այս process-ը։ Այս process-ը իրականում ոչ այդքան Սամվել Կարապետյանին, այսպես ասած, խաղից հանելու մասին է, որովհետեւ ես վստահ եմ, որ այդ ձայները կբաշխվեն ընդդիմադիր ուժերի միջև եւ գուցե եւ ինչ որ մարդիկ մեզ համար կգան կքվեարկեն, ասելա թե մեզ գուցե եւ ձեռնտու համարենք, բայց Սամվել Կարապետյանը ուներ շատ մեծ թիմ, որը զբաղվելու էր դիտորդական առաքելությամբ տեղերում եւ այդպիսի մեծ թիմ չուներ որևէ մեկ այլ քաղաքական ուժ, որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, իսկ սա նշանակում է, որ սա արվում է հենց նպատակային, հենց դիտորդական առաքելությունը խաթարելու համար, դիտորդներ չունենալու համար, սա նշանակում է, որ տեղերում ինչ ուզեն անելու են։ Ես դիմում եմ մեր միջազգային գործընկերների, սիրելի գործընկերներ, մենք շատ դժվար ճանապարհ ենք անցել, շատ դժվար ճանապարհ ենք անցել, այսօրվա օրվանը գալու հասնելու համար, ժողովրդարության այս մակարդակին հասնելու համար։ Այս իշխանության օրոք մենք ահռելի ջանքեր ենք ներդնում, որպեսզի կարողանանք պահպանենք այդ ժողովրդավարության փշրունքները։ Դուք հիմա սատարում եք այն մարդուն, որը դիկտատորական քայլերով է գնում առաջ։ Դուք սատարում եք մի մարդու, որը ձեզ կերակրում է հակառուսական թեզերով իրականության մեջ, բայց ինքը եվրոպական կամ արևմտյան թեզերի կամ գաղափարների կրողն էլ չի, եւ դուք էլ գիտեք, որ դա այդպես չի։ Հայ ժողովուրդը հարատև է մնալու, սիրելի գործընկերներ։ Նիկոլ Փաշինյանը այսօր չի գնա, վաղը կգնա, մյուս օրը կգնա, ընտրությունով կկարողանա կեղծի ձեր օգնությամբ, ձեր լռությամբ, ձեր սատարումով, ձեր այդ ուսին թփթփացնելով ու լիքը բան չտեսնելու տալով։ Ուրեմն կգնա հեղափոխական ճանապարհով։ Այս ժողովուրդը չի ընդունում այս մարդուն, հասկանում եք թե չէ։ Եվ նորից ձայները չեն կորելու։ Ես վստահ եմ, որ ձայները կգտնեն իրենց հետևորդներին, հա, կամ իրենց, չգիտեմ, այլ թիմերում կհայտնվեն ձայն տվողները Սամվել Կարապետյանին, բայց տեղերում լինելու են տոտալ կեղծիքներ։ Մենք սրա համար չենք պայքարել, մենք սրա համար չենք միասին համագործակցել տարիներ շարունակ։ Խնդրում եմ ուղղակի հստակ պատկերացում ստեղծեք, թե ինչ վերաբերմունք է ձևավորվելու ձեր նկատմամբ, առհասարակ ժողովրդավարության նկատմամբ, առհասարակ արևմտյան արժեքների նկատմամբ։ Խնդրում եմ, խելքներդ գլուխներդ հավաքեք։ Ես վստահ եմ, որ մենք սա այսպես թողել չի կարելի։ Ես հույս ունեմ, որ մնացած կուսակցությունները եւս կամ տեխնացուները իրենք եւս կխոսեն, որտեղ սա շատ կարեւոր հարց է։ Նորից մենք գործ ունենք դիկտատորի գործնեության հետ, որը համարում է, որ կարող է անել ինչ ուզում է, ինչպես ուզում է, եւ սա կոնկրետ տեղերում կեղծիքներ անելու երաշխիքն է, որովհետեւ մենք չունենք համաձայնություն Սամվել Կարապետյանի թիմի հետ, որ իրենք նաեւ դիտարկելու են օրինակ մեր բաները, հա, ձայները, բայց մենք վստահ ենք, որ գոնե մի հոգի ընդդիմադիր բոլոր տարածքներում ներկա գտնվելու է, եւ սա քիչ թե շատ երաշխիք էր մեզ համար։ Խնդրում եմ թույլ մի տվեք, որ մեր այդ ժողովրդավարության փշրունքները, որոնք մնացել են, ուղղակի կործանվեն, այն աշխատանքը, որ մենք տարիներով այստեղ դրել ենք, ուղղակի կործանվի։ Այլապես դուք ստիպում եք ժողովրդին դուրս գալ փողոց եւ քանի որ այլ գործիքակազմ չեք թողում բացի ընտրություններից, օրինական ճանապարհով, թեպետ փողոց դուրս գալն էլ է օրինական ճանապարհ։ Դուք ստիպում եք մարդկանց ուղղակի դուրս գալ փողոց եւ անել այն, ինչից մարդիկ արդեն հոգնել են, բայց ստիպում եք, դուք եք ստիպում նաեւ։ Լավ եղեք, եթե կարող եք, կհանդիպենք։